Գնդային մարտավարական զորավարժություն մարտական հրաձգության պայմաններով 2016 թվականի զորքերի պատրաստության պլանով Պաշտպանության բանակը կատարելագործում է մասնակից անձնակազմի մարտավարամասնագիտական ունակությունները, իդեպ զորավարժությանն օգտագործվում են նոր զինատեսակներ և ժամանակակից տեխնիկական միջոցներ։ Զորավարժության մտահղացման համաձայն հակառակորդը հանկարծակի հարձակվում է Արցախի զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումների վրա։ Պաշտպանության բանակը նախնական շրջանում անցնում է պաշտպանության ու դիմակայում հակառակորդի առաջխաղացմանը։ Մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումները հրամանատարների որոշմամբ նահանջում են մի քանի բնակից։ Պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանն ասում է, զորավարժության դեպքերը զարգանում են ինչպես ապրիլյան պատերազմում։ Այսօրվա մեր զորավարժությունները, որ նախապատրաստել եւ անց են կացել, դա առաջերտին բխումը հակառակորդի այս վերջի ժամանակահատվածում իրականացրած միջոցառումներից եւ գործողություններից։ Եվ մենք տեսնում ենք, որ ամեն ինչ անում են, որպեսզի նախապատրաստեն հարձակողական գործողությունների եւ դա առաջերտին դրանք կանխելու եւ երկրորդ հերթին համարժեք համապատասխան գործողություններ իրականացնելու կապակցությամբ է, որի ընթացքում մենք ստուգել ենք մեր զորքերի պատրաստականությունները բարձր աստիճանների բերելու, մենք ստուգել ենք մեր հրամանատարների գործնական ունակությունները տեղում որոշումներ ընդունելու եւ իրագործելու եւ միաժամանակ մենք ստուգել ենք, որպեսզի մեր շտաբները նման գործողությունների ժամանակ գործեն ներդաշնակ եւ փոխգործողությունները իրականացվի արդյունավետ։ Գնդային մարտավարական զորավարժությանը մասնակցել են Պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայության զորամասերը։ Բանակի մարտական պատրաստության բաժնի պետի խոսքով զորավարժության հիմնական նպատակներից մեկը մասնակից ստորաբաժանումների ներդաշնակ գործողությունն է։ Ըստ մտահղացման Արցախի զինված ուժերը քիչ հետո բարելավում են նախկին դիրքերը։ Գնդապետ Սուրենյանը հիշեցնում է, զորավարժությունն առավելագույնս մոտ է իրականությանը։ Զորավարության մտահղացման համաձայն ստորաբաժանումները կրում են մարտական հերթապահություն ուժեղացված կազմով եւ հակառակորդի հետախուզական հատուկ նշանակության խմբերի հանկարծակի հարձակումը յետ մղելու համար նրանք հերթապահ ուժերի միջոցների հետ միասին դիմագրավում են հարձակումը, այնուհետև հակառակորդը փորձում է տանկային ստորաբաժանումները մարտի մեջ մտցնել, առաջ քաշել մարտի մեջ մտցնել եւ հերթապահ տանկային մոտորաձգային ստորաբաժանումներով կարճ ժամկետներում ծավալելով կրակային բնագծերում նրա հետագա մխրճումը կանգնեցվում է։ Ինչպես իրականում, այնպես էլ զորավարժարանում Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի գործողություններին դիմակայում են այնքան, մինչև օգնության են հասնում մյուս զորատեսակները։ Առանձին դեպքերում խրամատներում հայ դիրքապահները ձեռնամարտի են բռնվում հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի հետ։ Բանակի արևելյան ուղղության զորամասերից մեկի հրամանատարն իրականում նման դեպքերը չի բացառում, ուստի մշտապես կատարելագործում են հետևակի ֆիզիկական կարողություններն ու արդյունքը տեսանելի է։ Կոնկրետ պաշտպանական շրջանը խնդիր ուներ պետական սահմանի պահպանության ժամանակ հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի կողմից խնդրի հաջող կատարման դեպքում հետ քաշվող ստորաբաժանումները, որոնք որ զբաղեցրել են երկրորդ խրամատը, կանացնել մխրճված հակառակորդին, այնուհետև հակագրոհել, վերականգնել առաջնային եզրի դրությունը եւ վերջում իրականացնել դիրքերի բարելավման համաձայն պլանի իրականացնել դիրքերի բարելավման խնդիրներ։ Հրետանու կրակի ապահովման պայմաններում եւ տանկային ստորաբաժանումների աջակցությամբ Պաշտպանության բանակն արդեն անցնում է հակագրոհի։ Զինված ուժերի տանկային բրիգադներից մեկի հրամանատարը տանկիստների գործողություններից գոհ է։ Ըստ գնդապետ Հայրապետյանի, տանկային ստորաբաժանումն ապահովել է 90%-անոց արդյունավետ խոցում։ Մեկ ստորաբաժանման կազմով իրականացվել է մարտական հրաձգությամբ տեսել եք թիրախային իրադրությունը, ստուգվել է միջնորդների կողմից 90% խոցման աստիճանն է։ Խնդիր է եղել մխրճված հակառակորդին կանգնեցնել, բարենպաստ պայմաններ ստեղծել ու իրականացնել հակագրոհ, որն էլ դուք տեսել եք հրաձգության ժամանակ։ Նորմալ իրականացրել են իրենց առջև դրված մարտական խնդիրը։ Ապրիլյան առճակատումից հետո արված եզրահանգումները գործնական դրսևորումներ են ստացել զորավարժարանում։ Զորավարժության ընթացքում օգտագործվել են նոր զինատեսակներ ու տեխնիկական ժամանակակից միջոցներ։ Պաշտպանության բանակի հրամանատարը փակագծերը չի բացում։ Փակագծերը բացվում են միայն իրական պայմաններում եւ հետևանքները հակառակորդը զգում է սեփական մաշկի վրա։ Իհարկե մենք նոր զինատեսակներ, նոր դրվագներ մենք խաղարկել ենք տվյալ զորավարության ժամանակ, մենք ունեցել ենք միջոցներ, որ մինչև այդ ընդհանրապես չի գործարկվել, բայց
մենք դրանք չենք բարձրացնում, մենք դրանք չենք ասում, պարզապես մենք դրանք կիրառումը փորձարկում ենք եւ աշխատում ենք, որպեսզի փոխկապակցվածությունը մնացած ստորաբաժանումների գործողությունների հետ լինի շահկապված եւ լինի արդյունավետ։ Զորավարժության նորություններից մեկն էլ լրագրողների աշխատանքն էր պատերազմական պայմաններում։ Զանգվածային լրատվամիջոցները դեպքի վայր են հասնում կազմակերպված։ Վերջին իրադարձություններից հետո բանակն այս ուղղությամբ գործնական քայլեր է արել, այնպես որ ռազմական ակտիվ գործողությունների ժամանակ տեղեկատվությունը լինի համարժեք հայ զինվորի գործողություններին։ Մենք երեկվանից աշխատում ենք զորավարժության ֆոնի վրա, հրահանգավորում, զորաբաժանումների, սաղավարտների ստացում, նաև ինչու՞ չէ մեկս մյուսին լրացնելով, թերությունները շտկելով, այսօր մենք իրագործել ենք աշխատանք, որը մեզ անհրաժեշտ է պատերազմի վերսկսման դեպքում։ Պաշտպանության բանակի ստորաբաժանումների գործողությունները գնահատել է գերագույն գլխավոր հրամանատարը։ Բակո Սահակյանի խոսքով հայ զինվորն իր առջև դրված խնդիրն ամեն օր կատարում է փառքով եւ մնում հավատարիմ իր համեստ կերպարին։ Ապրիլյան առճակատում նա ապացուցեց, խաղաղության համար միշտ պետք է պատրաստվել պատերազմի։ Պարոնակ գեներալներ, սպաներ, զինվորներ, ողջունում եմ բոլորիդ եւ շնորհավորում հերթական զորավարժությունների հաջողությամբ ավարտելու կապակցությամբ։ Այս զորավարժությունները մեկ անգամ եւս ցույց տվեցին մեր զինված ուժերի հզորությունը, մատնանշելով միաժամանակ հետագա անելիքները։ Պաշտպանության բանակը մեր անկախ պետականաշինության ամենամեծ ձեռքբերումն է, մեր երկրի անկախության, ինքնիշխանության, ժողովրդի անվտանգության ապահովման կարևորագույն երաշխիքը, տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման ամենաազդեցիկ գործոններից մեկը։ Մենք բոլորս ողջ հայությունը հպարտանում ենք մեր քաջարի զինվորներով, ովքեր իրենց ամենօրյա համեստ ու խիզախ կեցվածքով պատվով իրականացնում են հայրենիքի պաշտպանի սուրբ առաքելությունը, յուրաքանչյուր վարքյան պատրաստ լինելով կասեցնել թշնամու ցանկացած ոտնձգություն։ Դրա վառապացույցը եղավ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ձեր ցուցաբերած սխրանքը։ Պաշտպանության բանակի ձեռնարկած գործողությունների արդյունքում թշնամին հետ շպրտվեց, կրելով նյութական, մարդկային ու բարոյական մեծ կորուստներ։ Մենք ագրեսոր չենք, բայց հակառակորդը միշտ պետք է զգա մեր ուժը, պետք է իմանա, որ իր ցանկացած արկածախնդրություն կունենա կործանարար հետևանքներ առաջին հերթին սեփական պետության եւ ժողովրդի համար։ Միայն այս ձևով է հնարավոր պահպանել խաղաղությունը, կայունությունը մեր տարածաշրջանում։ Այլընտրանք պարզապես մենք չունենք։ Խնդիրները, որոնք լուծում է պաշտպանության բանակը, եղել են, կան եւ կմնան մեր պետության համար ամենակարևոր եւ առանցքային ուղղություններից։ Իշխանություններն այսուհետ էլ հատուկ ուշադրության կենտրոնում են պահելու բանակաշինության, մեր երկրի պաշտպանողության շարունակական ամրապնդման, զինծառայողների սոցիալական պայմանների բարելավման հարցերը։ Վստահ եմ, պաշտպանության բանակի բարձրագույն հրամանատարությունը, հրամանատարական բոլոր օղակները այս ու մյուս զորավարժություններից կանեն անհրաժեշտ հետևություններ եւ կիրականացնեն համապատասխան աշխատանք զինված ուժերի մարտունակության հետևողական բարձրացման ուղղությամբ։ Սիրելի զինծառայողներ, միշտ հիշեք, որ մեր ժողովուրդն ու պետությունը ամեն պահի ձեզ հետ են, ձեր կողքին եւ պատրաստ են անել հնարավորը, որպեսզի դուք կարողանաք հաջողությամբ ու բարձր մակարդակով իրականացնել ձեր ծառայությունը, հայրենիքի հանդեպ ձեր սրբազան պարտքը։ Մաղթում եմ բոլորիդ խաղաղություն, քաջառողջություն, անփորձանք ծառայություն եւ ամենայն բարիք։ Զորավարժության ընթացքում աչքի ընկած զինծառայողներին նախագահ Սահակյանը պարգևատրել է արժեքավոր նվերներով, պարգևներ էր նախատեսել նաև պաշտպանության նախարարը։
Նարեկ Սահակյան, Մերուժան Մարտիրոսյան, Մերուժան Հայրապետյան, օր։